Երկար զրույցների ընթացքում գալիս ենք այնպիսի մի եզրահանգման, որ պետք չէ գնալ այսօրվա իշխանությունների օրակարգի ետևից, քանի որ իրենք են սովորաբար օրակարգ թելադրում, այդ թվում նաև այս հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ նարատիվների մեջ բերում է իրենց կողմից, այլ պետք է ասել, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի կարողանանք, այսպես ասեմ, այս իշխանությունների հեռանալուց հետո ինչ ենք մենք անելու։ Հիմա արտաքին այդ ազդեցությունների, հնարավոր ազդեցությունների շրջանակներից ելնելով, որը պետք է լինի մեր գործողությունները, որոնք պետք է լինեն մեր գործողությունները, որը պետք է լինի մեր ուղենիշը։ Նախ եկեք մի հատ հասկանանք այդ արտաքին ազդեցությունների շրջանակ, հա, այսօր աշխարհը մի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ այս մեր փոքրիկ գadgetներում, հեռախոսներում ամեն ինչ կարելի է գտնել եւ աշխարհը այդքան փոքրացել է։ Երկրորդ, չկա որևէ պետություն ամբողջ աշխարհի քարտեզի վրա 200-ից ավել այդ գոյություն ունեցող պետությունների շարքում, որը այսպես թե այնպես որևէ ազդեցության շրջանակում չի, հա։ Հիմա այստեղ քո այդ հնարավորի արվեստը ճիշտ օգտագործելը, ես հենց ի նկատի ունեմ այդ նորին գերազանցություն դիվանագիտությունը, ինչքանով ճկուն կարող ես լինել, ինչքանով ճիշտ հաշվարկների մեջ կարող ես լինել, որպեսզի այս նոր ձևավորվող դեռևս սաղմնային շրջանում, բայց արդեն երևացող այդ ծիլերը ապագա աշխարհակարգի, այդտեղ դու որտեղ պիտի կարողանաս տեղավորվել։ Այո, այն զարգացումները, որ այսօր կա, 10 տարի առաջ դժվար էր պատկերացնել, միգուցե կարելի էր կանխատեսել, բայց այս արագության մեջ, այս հարափոփող իրավիճակում իհարկե դժվար էր պատկերացնել։ Հետևաբար, դու պիտի շատ ավելի կայուն ձևով կարողանաս ճիշտ հաշվարկել բոլոր հնարավոր վեկտորալ ուղղությունները, բոլոր ծանրության կենտրոնների միջև եղած երևացող հակասությունները եւ չերևացող հակասությունները։ Քո դերը որպես աշխարհագրական գործոն, հա, աշխարհաքաղաքական գործոն։ Ես առիթներով միշտ նշել եմ այս հանգամանքը, որ ցավալիորեն մենք այս տասնյակ տարիների ընթացքում չենք կարողացել ճիշտ գնահատել նաեւ մեր աշխարհաքաղաքական գործոն լինելու հանգամանքը։ Հասկանում եք, սա շատ կարևոր մի բան է եւ հետեւաբար հենց այստեղ է որ խաչվում են բազում շահեր եւ այստեղ է որ խաչվում են ու բախվում են վաղվա այդ կերտվելիք աշխարհակարգի շատ ու շատ շահեր։ Այս իմաստով նորից եմ կրկնում եւ պնդում եմ այն հանգամանքը, որ այսօրվա հայկական ընդդիմադիր դաշտը պետք է գեր կենտրոնանա նոր օրակարգերի գեներացման վրա։ Մեզ մոտ կա այսպես մի շրջապետույտի շրջան, հա, կարծես իշխանությունը ինքը ինչպիսին է լինի, ինչպիսի անամոթ ու այլանդակ վիճակի օրակարգ թելադրվի, չգիտես ինչու, բոլորը սկսում են այդ օրակարգի շուրջ ինչ-որ քննարկումներ։ Սա պիտի բացառել եւ պիտի ունենալ զուգահեռ օրակարգ վերջիվերջո, որովհետև այս օրակարգերը միևնույն է վաղ թե ուշ հոգնեցնելու են հասարակության։ Իսկ հասարակությանը հոգնեցնել պետք չի։ Հասարակության տոնուսը պիտի շատ բարձր պահել։ Հասարակության հավատը պիտի բարձրացնել։ Այդ հուսախաբության հսկայական շրջանը, որ մենք նույնիսկ այսօր ապրում ենք, դա բարդվող հասարակության այդ հուսախաբության մասին է խոսք գնում, չպետք է վերածվի հուսահատության։ Որպեսզի դա չլինի, անհրաժեշտ է նոր օրակարգ։ Այդ նոր օրակարգից մեկը հենց պիտի արձանագրվի, որ այս իշխանությունը գալիք արտահերթ կամ հերթական ընտրությունը ուղղակի չի լինելու, դատապարտված է չլինելուն եւ միանգամից դրան ոչ պակաս օրակարգ, ինչ պետք է լինի դրանից հետո։ Ես ասել եմ միշտ, որ դրանից հետո սկսվելու է ամենասարսափելին։ Ու սարսափելի բառը, խնդրում եմ, վատ չհասկացվի, երևի ավելի ամենադժվարը։ Շատ ավելի դժվար, քան մենք այսօր կարող ենք նույնիսկ երևակայել եւ պատկերացնել, հա։ Նախ այս թափանիվը, որ այսպես այս գահավիժման պիտի վարկյան առաջ
կանգնի։ Ինքը եւ արժե համակարգային է, եւ հումանիտար, եւ սոցիալական, եւ քաղաքական, ինչպես կուզեք, դիվանագիտական, ինչպես կուզեք կարող է կանգնել, բայց սա պետք է օր առաջ կանգնի։ Հաջորդը նոր օրակարգի ձևավորման մասով պիտի լինի խորը համախմբում եւ խորը կոնսոլիդացիա։ Այսինքն կան գերակա որոշակի շահեր, որոնք պիտի լինեն իմ խորին համոզմամբ օրինակ վերկուսակցական։ Դա անկեղծ պայքար մղող քաղաքական ուժերի մի համաձայնություն պիտի լինի եւ շահերի, հայկական շահերի մի համամասնական օրակարգ, որը ուղղակիորեն պիտի մղի հասարակական ավելի լայն շերտերին, ավելի խորը ներգրաված լինելու վաղվա այդ թևերը քշտած պայքարին։ Այո, պայքար ասելով ես բնավ պատերազմը նկատի չունեմ, բայց այն դժվար մասը, որ այսպես կոչված այս խաղաղությունից ավելի լավ ու ավելի ճիշտ խաղաղություն էլ կա, այդ ավելի լավ ու ավելի ճիշտ խաղաղությունը պիտի ճիշտ ձևով, ճանապարհային քարտեզով մատուցվի մեր ժողովրդին։ Ինձ միշտ ասում են դու տենց կորցված լավատես ես, ես շատ ավելի կորցված լավատես եմ այդ իմաստով, որովհետև ես հավատում եմ իմ ժողովրդին, որի զավակն եմ ես եւ գիտեմ շատ լավ իմ երակներով ինչ արուն է հոսում եւ բոլոր են գիտակից մարդկանց ովքեր որ գոտեպնդվում են ավելի շատ եւ պատրաստ են այդ քրտնաջան աշխատանքին դա հնարավոր է որևէ բան կորցած չի վերջնական բայց ցավալիորեն մենք անընդհատ բախվում ենք մի իրականության հետ, որ մենք ընկնում ենք օրվա վարչախմբի կամ փոքրիկ խմբակի այդ լարած թակարդի մեջ։ Ասեմ ձեզ ավելին, այդ թակարդը միայն Երևանում չի լարվում։ Այդ թակարդը լարվում է Հայաստանի սահմաններից դուրս, որովհետև ավելի լավ նվեր մեր թշնամիներին կամ մեր հակառակորդներին այսօրվա իշխանությունը ոնց որ կա գոյություն չունի, հասկանում եք, հետևաբար պետք է պատրաստվել նաև կարծում եմ ամանորից հետո այդ շատ ավելի ցցուն եւ շատ ավելի սուր ընթացք ստանա, պիտի պատրաստվել հավասարակշռված, սառնասիրտ էմոցիաներից դուրս ինքներս մեզ հարց տալով այդ պատրաստակամության հետ կապված եւ այդ կիսատությունը ուղղակի բաց թողելով այս չի ստացվում այդ եթեների ու պայմանականությունների ընդհանրապես խոսույթը պիտի բացառել եւ պարզ քայլել առաջ հստակ գիտակցելով որ a բացառված է այս իշխանությունների վերարտադրությունը ինչպիսին էլ իրենք փորձեն դա անել եւ b հավատ որ այո նույնիսկ այս կատակլիզմի մեջ, այս ճգնաժամային իրավիճակից կա ելք։ Հիմա անընդհատ մեզ այդ են հարցնում, դուք ասում եք կա ելք, որն է այդ ելքը, ես իմ մասնավորի նշեցի։ Պիտի օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավոր այն գործիքակազմերը, որոնք գոյություն ունեն, կան եւ դրա հնարավորությունները կան, որովհետեւ վերջի վերջո ձեզ այս աշխարհագրական դիրքից որևէ մեկը ուրիշ տեղ չի տեղափոխել, վերջի վերջո այն ամեն ինչը ինչ որ դու անցյալում չես արել կամ արել ես կիսատ, այսօր հնարավորություն ունես դա ավելի ռեալ օգտագործելու, որքան էլ պարադոքսալ դա չհնչի քո նույնիսկ այս պարտվող իրավիճակում եւ պետք է ուղղակի աշխատել, հասկանում եք, չպետք է հուսահատվել, վերջի վերջո այդ մարդկության հորինած ամենազորավոր զենքը, որ այսօր կա եւ դա ոչ ոք չի բացառել, դա ոչ տանկերն են, ոչ կերտձայնային, չգիտեմ, հրթիռները, նոր տեխնոլոգիաները եւ այլն, դա մարդու լեզուն է, հա, եւ լեզուն որպես զորավոր զենք շատ ճիշտ ձևով կիրառելու եւ ճիշտ ձևով բանակցության արդյունքում միանշանակ դու կարող ես այդ հաջողությունները գրանցել։